Իմ շատ սիրելի հարազատներ, ես հենց հիմա գտնվում եմ մի բնության գրկում, որտեղ որ եղել եմ տարվա ուրիշ եղանակներին։ Գարնանը, ամռանը եւ լրիվ ուրիշ տեսարանի ականատես եղա, երբ որ եկա ձմռանը։ Ամենուրեք 4 ծառեր, պտուղներ չկան, ու գիտեք, հետաքրքիր հայտնությունով եմ ուզում ձեզ հետ կիսվեմ, որ ինչպես որ տարին ունի 4 եղանակ, այնպես էլ մեր կյանքը ունի 4 եղանակ, ու լինում են ժամանակներ, երբ որ ծաղկուն է ամեն բան, պտղաբեր է ամեն ինչ, հրաշալի է, կանաչ է, ու ամեն բան վայելում ենք մենք, բայց գալիս է մի պահ, երբ որ չորություն ես նկատում, երբ որ պտուղ չկա, մեր կյանքի ծառերի վրա պտուղ չկա, ու մենք սկսում ենք դժգոհել, բայց գիտեք, ամեն սեզոնն ունի իր հետաքրքիր օրհնությունը, օրինակ գարունը ցանքի ժամանակն է, բայց մարդիկ ասում են հավես չկա, չենք կարող այս գործը անել, ամառ ասում են շոկ է, աշուն ասում են, որ այս ինչ վատ է, անձրևներ են, ձմեռն էլ ցրտից են դժգոհում, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց ամեն ժամանակ գոհանալ։ Գիտեք, երբ որ քիչ կերակուր ուներ իր ձեռքում, մի երիտասարդ բերես տվեց մի քանի ձուկ, մի քանի հաց, Հիսուսը չասեց, այս ինչ քիչ է, այսքան մարդ ոնց եմ կերակրելու։ Առավ ասма գոհացավ եւ այդ գոհությունով ամեն ինչ շատացավ։ Եթե տրտնջար, ոչ մի հրաշք չէր լինի, բայց գոհացավ եւ հրաշքը ճուշացավ։ Էնպես որ սիրելներ, մենք պետք է սովորենք գարնանը ցանել, ամառը այդ ցանածը ջրել, աշունը գոհանալ բերքառատությամբ, բերքատվությամբ ու առանց տրտնջալու այդ բերքը հավաքենք, որ ձմեռն էլ վայելենք ու չասենք ցուրտ է, էսա էնա, որովհետև միշտ կգտնվի տրտունջը, իսկ տրտունջը բացում է դժոխքը, իսկ գոհությունը բացում է երկինքը ու Աստծո հրաշքներն են թափվում վերևից։ Էնպես որ եկեք միշտ գոհանանք ու ուրախանանք եւ երբեք չտրտնջանք, որ սատանային տեղ չտանք, այլ տեղ տանք միայն ու միայն մեր Աստծուն, մեր գոհությունով ու ուրախությունով Հիսուսի անունով։ Եղեք օրհնված, չդժգոհեք ձեր ձմեռով, չդժգոհեք ձեր աշունով, ամառով եւ գարունով։ Սիրելներ, ամեն մեկի մեջ հետաքրքիր օրհնություն գտեք, որ Աստծուց գալիս է։ Ամեն։